Գյուղ Պարավաքար Տավուշի մարզի հնագույն և հերոսական գյուղերից է, որը գտնվում է Բերդի տարածաշրջանում, Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում։ Գյուղն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին և իր պատմության ընթացքում բազմիցս ենթարկվել է թշնամական հարձակումների, սակայն պահպանել է իր հայկական ինքնությունն ու բնակչությունը։ Պարավաքարը պատմության ընթացքում հայտնի է եղել տարբեր անուններով՝ Թաթլու, Թաթլիքենդ, Թաթլիհայ և Պրվաքար։ Ներկայիս անվան ծագման մասին կան մի քանի ժողովրդական ավանդություններ։ Ամենատարածվածի համաձայն, գյուղի մոտ գտնվող մեծ քարի հետ կապված է եղել մի ծեր կնոջ պատմություն, ինչից էլ առաջացել է Պարավաքար անվանումը։ Ներկայիս գյուղատեղից մոտ 3 կիլոմետր արևելք ժամանակին գոյություն է ունեցել Հին Թաթլու գյուղը։ 1926 թվականին բնակիչները տեղափոխվել են ներկայիս տարածք և հիմնել նոր բնակավայրը։ Այդ տեղափոխությունը պայմանավորված էր ինչպես տնտեսական, այնպես էլ բնակության համար ավելի հարմար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ։ Պարավաքարը եղել է պատմական Շամշադինի գավառի կարևոր հայկական գյուղերից մեկը։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և խաղողագործությամբ։ Գյուղը մշտապես պահպանել է հայկական բնակչության գերակշռությունը։ Խորհրդային շրջանում Պարավաքարը դարձել է տարածաշրջանի զարգացած գյուղատնտեսական բնակավայրերից մեկը։ Այստեղ մեծ տարածքներ էին զբաղեցնում խաղողի այգիները, պտղատու այգիներն ու հացահատիկայի մշակաբույսերը։ Գյուղն առանձնապես հայտնի էր խաղողագործությամբ։ Տեղացիների վկայությամբ միայն Պարավաքարում տարեկան արտադրվում էր մինչև 5000 տոննա խաղող։ 1990-ական թվականների սկզբին, երբ սկսվեց Արցախյան պատերազմը, Պարավաքարը դարձավ Հայաստանի ամենաթեժ սահմանային բնակավայրերից մեկը։ Գյուղի բնակիչները մասնակցեցին հայրենիքի պաշտպանությանը և հաճախ ստիպված էին ապրել հրետակոծությունների պայմաններում։ Պարավաքարցիները հայտնի են իրենց տոկունությամբ և սահմանապահ ոգով։ Այսօր էլ Պարավաքարը համարվում է սահմանամերձ գյուղ։ Ավելի քան 25 տարի գյուղի շուրջ 1400 հեկտար հողատարածքներ գտնվում են ադրբեջանական վերահսկողության կամ կրակի անմիջական վտանգի տակ։ Դրանց մեջ եղել են վարելահողեր, արոտավայրեր և խաղողի այգիներ, որոնց մի մասը գյուղացիները չեն կարողանում լիարժեք օգտագործել։ Չնայած բոլոր դժվարություններին, Պարավաքարում շարունակում են ապրել ու աշխատել հարյուրավոր ընտանիքներ։ Գյուղացիների հիմնական զբաղմունքներն են անասնապահությունը, այգեգործությունը, հացահատիկայի մշակաբույսերի աճեցումը, մեղվաբուծությունը, խաղողագործությունը։ Սահմանին ապրելու դժվարությունները չեն կոտրել պարավաքարցիներին, որոնք շարունակում են պահպանել իրենց հայրենի գյուղը։ Պարավաքարը հաճախ անվանում են սահմանի պահապան գյուղ, քանի որ նրա բնակիչները տասնամյակներ շարունակ ոչ միայն ապրել են սահմանին, այլև իրենց ներկայությամբ ամրացրել Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանները։ Գյուղը Տավուշի այն բնակավայրերից է, որը դարձել է տոկունության, հայրենասիրության և հողի նկատմամբ նվիրվածության խորհրդանիշ։ Պարավաքար գյուղում հայտնի են մի քանի հուշակոթողներ և հիշատակի վայրեր, որոնք նվիրված են գյուղի հերոսներին ու պատմական իրադարձություններին։ Առաջին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված պարավաքարցիների հուշարձան։ Գյուղի կենտրոնական հուշակոթողներից մեկն է, որը նվիրված է 1941-ից 1945 թվականների պատերազմում զոհված գյուղացիների հիշատակին։ Նման հուշարձաններ խորհրդային տարիներին կառուցվել են Հայաստանի բազմաթիվ գյուղերում, այդ թվում Պարավաքարում։ Երկրորդ՝ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակի հուշակոթող։ Պարավաքարը սահմանամերձ գյուղ է, և գյուղի բազմաթիվ բնակիչներ մասնակցել են Արցախյան պատերազմներին։ Գյուղում տեղադրված են հիշատակի խաչքարեր և հուշակոթողներ նվիրված զոհված ազատամարտիկներին։ Երրորդ՝ 2020 թվականի պատերազմի հերոսների հիշատակի խաչքար։ Վերջին տարիներին գյուղում կանգնեցվել են նաև առանձին խաչքարեր ու հուշաքարեր
ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված պարավաքարցիների, եւ 4. Պարավաքարի հերոս Պարավի հետ կապված հուշաքար։ Գյուղի անվան ծագման մասին հայտնի ավանդությունը կապված է թշնամու հարձակման մասին բնակիչներին զգուշացրած ծեր կնոջ Պարավի հետ։ Այդ ավանդությունը գյուղի ինքնության կարևոր մասն է, եւ գյուղում կան այդ պատմությանը նվիրված հիշատակի նշաններ ու պատմական հիշատակումներ։ Սիրելի հայրենակիցներ, այսպիսին է պարավաքարը։ Տավուշի լեռների գրկում ծվարած, բայց ամուր ու անսասան կանգնած մի գյուղ, որտեղ յուրաքանչյուր քար պատմություն ունի, յուրաքանչյուր արահետ հիշողություն, իսկ յուրաքանչյուր ընտանիք հայրենի հողի հանդեպ անսահման սեր։ Դարերի փորձություններին դիմակայած այս բնակավայրը շարունակում է ապրել, արարել եւ պահպանել իր հայկական դիմագիծը։ Այստեղ անցյալն ու ներկան միահյուսվում են, փոխանցելով սերունդներին տոկունության, աշխատասիրության եւ հայրենասիրության պատգամը։ Պարավաքարը պարզապես գյուղ չէ, այն սահմանի պահապան է, պատմության կենդանի վկան եւ Տավուշի աննկուն ոգու խորհրդանիշը։ Եվ քանի դեռ այս հողում հնչում է մանկան ծիծաղը, մշակվում են այգիները ու ծուխ է բարձրանում օջախներից, պարավաքարը շարունակելու է ապրել իր հերոսական պատմությունն ու արժանապատիվ ներկան փոխանցելով գալիք սերունդներին։ Պարավաքար գյուղի գլխավոր եկեղեցին Սուրբ Հովհաննես եկեղեցին է։ Այն գյուղի պատմական եւ հոգեվոր կարևորագույն կառույցներից մեկն է։ Ըստ տեղական աղբյուրների, եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում եւ երկար տարիներ ծառայել է որպես գյուղի հոգեվոր կենտրոն։ Խորհրդային տարիներին, ինչպես Հայաստանի բազմաթիվ եկեղեցիներ, այն դադարել է գործել եւ ժամանակի ընթացքում մասնակիորեն վնասվել է։ Այսօր Սուրբ Հովհաննես եկեղեցին պարավաքարի պատմական խորհրդանիշներից է։ Գյուղի բնակիչների համար այն ոչ միայն աղոթատեղի է, այլև նախնիների հիշատակը պահպանող սրբավայր։ Եկեղեցու շրջակայքում պահպանվել են նաև 5 գերեզմանոցների եւ խաչքարերի հետքեր, որոնք վկայում են բնակավայրի հնության մասին։ Պարավաքարի Սուրբ Հովհաննես եկեղեցին դարերի լուռ վկան է։ Նրա քարերը հիշում են գյուղի ուրախություններն ու ցավերը, պատերազմներն ու խաղաղ տարիները, եւ այսօր էլ Տավուշի սահմանապահ այս գյուղում եկեղեցին շարունակում է մնալ հավատքի, տոկունության եւ հայրենի հողի հանդեպ սիրո խորհրդանիշ։ Պարավաքարի Սուրբ Կարապետ մատուռը գյուղի ամենասիրելի ուխտատեղիներից մեկն է։ Այն գտնվում է գյուղի բարձունքներից մեկում եւ համարվում է ոչ միայն աղոթքի վայր, այլև հավատքի ու համայնքային հիշողության խորհրդանիշ։ Մատուռը նվիրված է Սուրբ Հովհաննես Մկրտչին, Սուրբ Կարապետին, որը հայ առաքելական եկեղեցու ամենասիրված սրբերից է։ Հայկական բազմաթիվ եկեղեցիներ եւ մատուռներ կրում են Սուրբ Կարապետ անունը, քանի որ նա համարվում է Քրիստոսի նախակարապետը, ավետարանի կարևորագույն սրբերից մեկը։ Պարավաքարի Սուրբ Կարապետ մատուռը համեմատաբար նոր կառույց է, սակայն այն արագ դարձել է գյուղի հոգևոր կյանքի կարևոր կենտրոններից մեկը։ Գյուղացիները հաճախ այցելում են մատուռ, մոմ վառում, աղոթում իրենց ընտանիքների, զինվորների եւ հայրենիքի խաղաղության համար։ Հատկապես տպավորիչ է մատուռի տեղադրությունը։ Բարձունքից բացվում են Տավուշի անտառապատ լեռների եւ շրջակա տարածքների գեղեցիկ տեսարաններ։ Այդ պատճառով շատ այցելուներ մատուռը համարում են ոչ միայն սրբավայր, այլև հոգևոր հանգստության վայր։ Բարձունքի վրա կանգնած Սուրբ Կարապետ մատուռը կարծես պահապան լինի Պարավաքար գյուղին։ Նրա խաչը տեսանելի է հեռվից, հիշեցնելով, որ նույնիսկ ամենադժվար ժամանակներում հավատքն է ուժ տալիս մարդուն։ Այստեղ Տավուշի լեռների գրկում աղոթքն ու հայրենի բնությունը միաձուլվում են, ստեղծելով խաղաղության եւ հույսի մթնոլորտ։